քանի 100 դասալիկ զինվորներին, համոզելով նրանց հրաժարվել Թիֆլիս փախչելու ծրագրից։ Իր կանխատեսումներում Անդրանիկը չէր սխալվել։ Աշխարհի ֆիլմեր անչափ տպավորված են եւ շատ հուզված, ասեմ, որ անհնարին է պատկերացնել այդ կատարված աշխատանքի ահռելի աշխատանքի չափերը այսօրվա համար, մեր օրերի համար, այս դժվար օրերի համար բացուջի նման անհրաժեշտ եւ իսկայածավալ տեղեկատվություն մեր պատմության այդ այնպիսի անցուդարձի մասին, որոնց մասին կոնկրետ ես այդքան տեղեկացված չէի, շատ ճաշակով, շատ մեծ սիրով արված ֆիլմ, երաժշտությունը հրաշալի օգտագործված, շատ տեղին, շատ տրամաբանորեն ընդհանրացում է տեքստի անթերի, շատ շնորհակալ եմ ֆիլմը ստեղծողներին, Դավիթ Ստեփանյանին մասնավորապես կարծում եմ, որ այսպիսի անհատները մեր հասարակությանը այսօր շատ անհրաժեշտ են իրենց պիտի ավելի մեծածավալ գործունեության ասպարեզ տալ արտահայտվելու, որովհետև իսկապես ինձ համար այս ֆիլմը այսօր հայտնագործություն է, թե ինչպես կարելի առանց մեծ միջոցների, առանց պետական հովանավորչության անել մի բան, որին հավատում ես եւ որը սիրում ես։ Շնորհակալ եմ հոգաչափ։ Տեղ հասնելով Անդրանիկը Նազարբեկյանի հրամանով ստանձնում է Դիլիջանի ջոկատի հրամանատարությունը եւ իր զորամասի հետ միասին